Հեմորասնա պարողուշան ժան всем врагам назло. Պարոն Ղուկասյան, նախ բարև ձեզ, ինչպես եք։ Պարողուշան, չնայած երկարատև 9 ամիսների, մենք մեզ շատ լավ ենք զգում, շատ վարձական ենք, տեղում ենք եւ հուսամ, որ 9 ամսվա մեջ մենք հնարավորինս արագ կավարտենք այս բյուրոկրատական քաշքշուկը եւ կլինեն ինչ-որ պիտի լինին, դուք լավ լինեք։ Ես ցանկանում եմ մի շատ կարևոր արձանագրում անել։ Գտնվելով միգրացիոն բանտում, դուք ոչ միայն չկոտրվեցիք, այլև կարողացաք ել ավելի մեծացնել հետևորդների ձեր բանակը, այսինքն այն ընտրողների թիվը, որոնք պատրաստ են թեկուզ եւ վաղը արդեն եթե լինի ընտրություն, իրենց ձայնը տալ ձեզ։ Որն է ձեր հաջողության գաղտնիքը։ Հեմորասնա պարողուշան ժան всем врагам назло։ Մեր գաղտնիքը նրա մեջ շա, որ մենք ոնց եղել ենք պարզ ու շիտակ ու մարտական, նույն ձևեր մնացել ենք։ Մեր գաղտնիքը նրա մեջ շա, ոնց ասում են մեր հարևան Զոյան, ավտոյի տակ կմնա, լեզի տակ չի մնա։ Մեր գաղտնիքը նրա մեջ շա, որ ոչ մեկ չկարողացավ, ոչ մի պայմանավորվածություն, ոչ մի կոռուպցիոն սխեմա, ոչ մեկ չկարողացավ մեզ մեր ճանապարհից շեղել։ Այսինքն որ ես ասում էի Վասան Ղուկասյանին բանտարկելով կրկինական, դուք հարցերություն չեք կարող տալ։ Այս իշխանությունը չհասկացավ։ Իրացավաս է բանը ուղղակի բխոսում են։ Ինձ շարքից հանելու միակ տարբերակը ես ասել եմ որնա, բանտ գցելով, սևերի դերիների սպիտակների մեջ, կամ չգիտեմ սենց տեսանը բան չի, սա այդ էմիգրացիոն բանտ ակոշում, բայց սեղ էմիգրացիա չէ, սեղ մեծամասնությունը բան է, կրիմինալ տարեր են, և գծելելով ստեղ, մենք մնացիք մեր բարձության վրա, ու կշարունակենք մնալ, ու կշարունակենք պայքարել, բայց ասել մնաց քիչ, այսքան բան ասել։ Պարոն Ղուկասյան, այս շաբաթ Էջմիածնում թիմ ընտրություններ են եւ պատահական չէ որ դուք կոչ արեցիք չնայած ձեր կուսակցությունը չի մասնակցում այդ ընտրությունների որ ակտիվորեն մասնակցեն բոլոր ընդդիմադիր ուժերը եւ մեկը մյուսին փորձեն ամեն ինչով աջակցել։ Շատերը անգամ խոսում են այն մասին, որ եթե Վարդան Ղուկասյանն ու իր թիմը չի մասնակցում, ապա դա չի նշանակում արդյոք, որ այս անգամ էլ կհաղթի քաղաքացիական պայմանագիր, այսինքն նրանք նորից կվերարտադրվեն։ Կիսում եք այդ կարծիքը, եթե այո, ապա որն է պատճառը։ Կա արդյոք մի ուժ, որը կարողանա այս ընտրությունների վրա էական ազդեցություն ունենալ։ Պարոն ցավոք սրտի այդ էջմիածների ցուցակի մեջ Վասան Ղուկասյանի նման ռադիկալ ընդդիմադիր գործիչ գոյություն չունի, ոչ էլ ուժ գոյություն ունի, բայց ես հորդորել եմ եւ նորից հորդորում եմ էջմիածների ժողովրդին ոչ մի պարագայում իրենց ձայնը չտալ 3 եւ 7-րդ համարին։ Այդ մարդիկ ովքեր որ ուզում են ինչ-որ մի կերպ վրեժխնդիր են այս իշխանությունից կարան գնալ եւ քվեաթերթիկի վրա գրեն տոկ ու գցեն քվեաթուկի մեջ։ Իսկ այդ մարդիկ ովքեր որ ուզում են շոտը ինչ-որ մեկի ձայն տալ, խնդրեմ կարան գնան ու ուզում են ձեն տալ բացի 3 եւ 7-րդ համարից։ Այո, իշխանությունների ընտրությունները կարևոր են, բայց կարևորը պարլամենտականն է։ Պարլամենտականում ես լինելու եմ, իմ կուսակցությունը լինելու է։ Ուստի էջմիածների ժողովրդին հորդորում են 3 եւ 7-րդ համարին ձայն չտալ։ Թոփենն հեսա պրծավ, ես նորից ձերից կապնեմ եմ փոշանջան։ Մնացեք գծի մեջ։ Անկամ գտնվելով անազատության մեջ դուք ամեն ինչ անում եք, որպեսզի բոլոր քաղաքական առողջ ուժերը միավորվեն եւ մասնավորապես եւ անգամ նշում եք, որ անազատության մեջ գտնվող թե Աջապարյանը եւ թե Տաշիր գրուպի սեփականատերը իրենց пассив չպահեն, այլ միշտ լինեն ակտիվ քաղաքական պայքարի մեջ։ Ղուկասյանը դիք շատ լավ հարց է։ Ես չգիտեմ դուք եք մտածել թե չէ, բայց շատ լավ հարց է։ Ես չգիտեմ ինչնապասիվության պատճառով եւ իմաստիկ վախենում են։ Իրոք մնա պասիվ են, նամանավանդ զարմացած եմ պարոն Աջապարյանի վրա, որ
ասեն մարդը դատի բապրսել է, ինչ ունի բան կորցնելու, պիտի լինել ակտիվ օրինակ ես դատված ժամանակ շարունակում էի տոկի տալ թե Վովային, թե Ավակյան Աշոտին, թե Արշակին, թե մյուսներին։ Ես ունելով դատված, ես դատի էի տանել։ Ինչ վերաբերում է պարոն Տաշիրին, պարոն Տաշիրը ևս շատ երևի նույնիսկ եմ ասում դուր է եկել Երևան քերակատարողական հիմնարկը։ Ես չգիտեմ ինչ մտա պայմանավորված, բայց այդ մարդիկ ստաց կոմֆորտի մեջ հանգիստ նստած։ Դե միջոց տրանսպորտ տղեն եկավ Ամերիկա ինտերվյու տվեց, մալադեց։ Այդ ինտերվյուն իր պտուղները թողեց։ Բանը պրավալ տվեց շատ լուրջ այցելություն Հայաստան։ Բայց ես կուզենայի իրականում ակտիվ լինեին, իսկ թե ինչի չեն արձագանքում, ես չգիտեմ, օրինակ սոցհարցումներով որ գնում ես տարբեր տեղեր մարդիկ դնում են, տարբեր լրատվամիջոցներ, տարբեր բլոգերներ, անհատներ, բոլոր տեղերով Վասիլ Ղուկասյանը երկու անգամ ավելի շատ ձայներ ունի, քան Տաշիրը, երկրորդ տեղով գնում է Տաշիրը, եւ շատ մարդիկ կմեն եթե իրանք միավորվեն 80-90% պարլամենտը կվերցնեն։ Հետի մարդիկ են գրում, հետի ես չեմ գրում։ Բայց ես նորից եմ գրում, որ հանրությունը ցուցատալու է կամ քվեակությունը exit poll-ը ցուցատալու, որ մենք երկու անգամ ավել ենք, 59%, 60%, եւ դա ճիշտ է, որ ժողովուրդը չի սերում օլիգարխներին, օլիգարխին չպետք է մոտիկ թողել իշխանությանը։ Այդ ես ասել եմ, ոպիտի ասեմ։ Եթե հիմա Տաշիրի թիմից որևիցե մեկը կառաջադրվի կամ կուզենա ղեկավարի շարժումը եւ կամ իանալ կամ մտի բանակցային դաշտվածա Ղուկասյանին, ես չեմ չեմ։ Բայց Վասիլ Ղուկասյանը ունի իր պայմանները, որ երեք գլխանի վիշապը պիտի գնա պետական դավաճանության հոդվածով։ Դա պիտի համաձայնեն դրա հետ։ Դե ինչի է այնպես զուր նստած Երևան քերակատարողական հիմնարկում չի շկելի, որ այդ հարցը դուք տակ իաս ներկայացուցիչ պարոն Օշտան ջան։ Դե անցած է ծրացեք նման հարցեր ժողովրդի տալի, բայց կդրա հարցը ես չգիտեմ։ Հասեք առաջ։ Այս օրերին ավելացել են սպանությունների թիվը եւ հատկապես հասարակական վայրերում խուլիգանների լկտի պահվածքը։ Ինչ խորհուրդ կտաք մեր իշխանություններին, որպեսզի նրանք կարողանան համատեղ դուրս գալ այս դժոխային իրավիճակից։ Պարոն Օշտան ջան, այս իշխանություններին խորհուրդալ պետք չէ, այս իշխանություններին քշել է պետք։ Ուժային կառույցը չի կարող ղեկավարել իգական սեղ։ Ես խույն հարգանք ունեմ իգական սերի նկատմամբ, բայց ներքին գործերի նախարարի պաշտոնը դա իգական սերի պաշտոն չի։ Նամանավանդ անեց իգական սերի, որ կյանքում այդ համակարգում չի աշխատել։ Գլխավոր դատախազը իգական սերի պաշտոն չի։ Նամանավանդ բալետ պարող։ Օրինակ ես այսինքն եթե մի երկրի գլխավոր դատախազ բաղվի բալետով, բայց նայում ես ախր բալետի արտաքին էլ չունի։ Արտադատության նախամյուսը, այսինքն ստեղ խորհուրդ տալով չի, սա բոլորը պիտի գնան։ Հրաժարական պիտի տվեցվի կամ իշխանափոխություն լինի, գնան, դա նորմալ պրոֆեսիոնալ մարդիկ եւ ասեն իրենց բուն գործին։ Էնվետեն այդ կարուսը չի որ բերես մի աշկը հարավ, մեկը հյուսիս, չես հասկանամ ով է մի հատ իգական սեր տնես, ասես կառավարի։ Չի մտեց։ Թե դրամեն այս վիճակն է։ Դրամեն ով հասնի, որտեղ հասնի, գյուղում խփում, փռում, հարևիտակ է թմո։ Բաղդակ, այսինքն ինչ է պետք, որ համակարգը քանդվի։ Նշանակում եք ոչ պրոֆեսիոնալ մարդկանց ղեկավար պաշտոնների վրա ու համակարգը երկիրը քանդվում է։ Պրոֆայլ արտակի դժտամի պետք չի։ Իրավաբանին դնում են առողջապահության նախարար, բժշկին տանում դնում են ներքին գործերի նախարար։ Չգիտեմ, այս վիճակը ստեղծում եք ու համակարգը քանդվում է։ Ու խնդրեմ քանդվում է։ Հայրուզելու քանդվելու է։ Այս բանոցը չի կրճատվելու, ավելանալու է։ Հետո սկսել են արդեն ಏನով մասսայական սպանություններ, կարող ասես գալ մեկենը, կանեն պատուանը, բայչասեն, ասանովքի մեջները դնեն մեկին կրը, անին ու թողեն է թաղած։ Դրան էլ լավ է գալու հասնելու, ես ինչ հասել եմ լմա, երթով լմա, սլավ պիտի գնալ, էտա միակ խորհուրդը, ասենք հաջորդ հարցի։ Եվ իհարկե վերջին հարցը էլ ուրիշ ինչ ցանկություն, ինչ ասելիք ունեք։
Ուրեմն ավելացնելու հետ կապված ես մի երկու բան ունեմ, որը որ կուզենամ ավելացնել։ Նախ առաջինը ես ասեցի, որ մեր հերթական բալերինան, որին երևի եթե իրան կայունացնել հայտի բալետ մեստր Սիսկարիզեի դեմ ասել այս աղջիկը բալետ պարողա Սիսկարիզեն երկու անգամ կլինի ինքնասպան։ Խոսքը գնում է Աննա Վարդապետյանի մասին։ Հերթական քերական գործ են հարուցել Արշակ Կարապետյանի վրա, նախկին պաշտպանության նախարարի 2021 թվականի դրվագով, ոնց հասկացա ես, որ ժամանակին եղել հաղորդապետի ցեղական, տվել անհանջելամաս Սևլոչից եւ այլն, հիմա հարուցել է քերական գործ։ Բայց շատ տարօրինակ բան է, որ այդ ժամանակ եղել է այդ մարդը հաղորդապետի ցեղական, 2021 թվականից հետո այդ մարդը նշանակվել է պաշտպանության նախարար։ Եթե այդ մարդը ազգադապ հրամանատար է պետական դավաճանության, արգասիքներ պարունակող դուք եք այդ մարդը բերի նշանակել պաշտպանության նախարար 2022-23 թվերի, չէ՞, կարծում 22։ Դրանից հետո հանել եք նոր, հիմա հարուցում եք քերական գործ անող, այս ժամանակ չգիտեք, հիմա ուզում եմ որ դուք կապ հաստատեք Արշակ Կարապետյանի եւ Արշակ Կարապետյանը եթերով ավելան մանրամասներով պատմի Սևլոչի պատմությունը, դա դրա մեկնաբանությունը եւ ասի ինչ է տեղի ունեցել իրականում։ Ես սա եմ, ցավոք մեսիջ ես սողում եմ այդ մարդուն։ Որտեղ այդ մարդու նկատմամբ դեռ ես հարգանք ունեմ։ Ուզում եմ այդ մարդը խոսա մի հատ։ Դնի, ժողովրդին բացատրի ինչ է կատարվել Սևլոչի հետ կապված։ Որտեղ գլխավոր շտաբի պետի տեղակալը ինքնագլուխ նման հրաման չէր կարող տալ։ Հիմա թույն ասի ով է իրեն այդ հրամանը տվել, խի է այդ հրամանը տվել, ոնց է դա հետո նշանակվել պաշտպանության նախարար, խի է հիմա այդ հարցը բացատրավ։ Պետք մեկ երկրորդը որ ուզում ավելացնել, որոշակի մեր կուսակիցներից հազանգը մեն ասեն պարոն Ղուկասյան, Լևա Բաղդասարյանը որ նշանակել եք մեզի թոքի է տալի, շատ բանը խստա պահանջա, չգիտեմ, օրարեք չի տալի, եւ այլն։ Ես ուզում եմ ասել, որ պարոն Լևան շատ մեր մարդ է դեռ, որովհետև պարոն Բաղդասարյանից հետո, երբ որ ես ամենը նշացել, կարելի Վարդան Ղուկասյանը, եւ ասել Վարդան Ղուկասյանը պետք է սկսի թոքի տալ, եւ այդ տիպի թոքի տալը, որ եք եք տալու, պարոն գլխավոր շտաբի պետի։ Շատ խիստ է պահանջատեր է, 1080 տալի մեզի ժամանակի մեջ խեղդում է, ճիշտ է անում, շատ ճիշտ է անում։ Դուք հարգարժան իմ կուսակիցներ, պետք է հասկանեք ինչ է նշանակում զինվորական կարգապահությամբ աշխատող հիմնարկ։ Իշխանությունը վերցնելուց հետո դուք 90 օր տուն չեք գնալու։ Դուք ձեր տաղներ, ձեր չամադանը կապելու եք ճամպրուկը, հրաժեշտ եք տալու ձեր ամուսնուն, հրաժեշտ եք տալու ձեր կնոջը եւ գալու եք քնեք ձեր նախարարական կաբինետի մեջ։ Կնունք, ծնունդ, հարսանի, քելեղ, մատար, դուք դա մոռանալու եք։ Երկիրը այն վիճակի մեջ է, որ դուք շաբաթ կիրակի ունենալու իրավունք չունեք։ Ոչ էլ մենք այդքան ժամանակ ունենք, այս երկիրը պիտի արագ ոտի կանգնեն եւ այդ մարդու ցուցումները եւ հանրարականները պետք է կատարեն անվեհապահորեն։ Մի կողմ եք թողելու ձեր բոլոր ամբիցիաները, սրանց չեմ սիրում, նրան ընդունում եմ, այսին վատ էր, ինի խառնակի չէ, չկա տես բան, բոլորը լցնում եք մի աշխատանքի մեջ, ատում եք մյուսին, զզում եք մյուսին, ձեր ատելը, զզվանքը, սերը, ուպակովկա եք կարոնում եք, դնում եք մի կողմ վրա, եւ որպես մեկ ընդհանուր մեխանիզմ պետք է աշխատել, որտեղ եթե մեկ վինտ, մի հատ բորդ, մի հատ վինտիկ, այս մեքենայի միջի փչացավ, փչանալու է ողջ համակարգը։ Անորակ վինտա, բորտա, վինտիկա պետք է փոխվի, դուրս մղվես ընդհանուր կուսակցության միջից, որպեսզի ընդհանուր մեքենան աշխատի նորմալ։ Սա եմ ասացը, անվեհապահորեն պետք է ենթարկվել գլխավոր շտաբի պետի, իմ կուսակցության գլխավոր շտաբի պետի ցուցումներին, կատարել այդ մարդու պահանջները եւ հանրարարականները մաքսիմալ արագ եւ որակով եւ զեկուցել։ Սա է պահանջում զինվորական հիմնարկը։ Դու կուսակցությունը դա զինվորական հիմնարկ է։ Նախարարի պորտֆել զբաղեցնելը դա չի նշանակում Լուի Վիտոն կոստյումնի, մանիկյուրնի, գալստուկնի, մերսեդեսնի, նստեք, գաք, առավոտյան 9-ին միատը սիրում տլո, հազարական ներողություն, չայ, կոֆե բերի տնի ձեր, դեմը խմեք ժամը 6-ի գնախ տուն, չկա տես բան, մոռացեք,
Դուք պիտի գործից տուն չգնաք, դուք 90 օր պիտի մնաք ձեր կաբինետներում։ Ձեր առաջ դրված խնդիրը պետք է կատարվի ժամերի ընթացքում, օրեր, պատալով, որակով։ Հիմիկվանից վազվեք, հիմիկվանից արդեն լսվեք այդ գործին։ Ոչ թե գնացեք նստեք ձեր տները և սպասեք, որ մի գեղեցիկ օր պոտնոցի վրա ես բերել եմ ձեզ մանդատ տամ, ասեմ ուզեմ ես կաս մտես ուցակ, չիլնելու տես բան, պրծավ։ Ձեր հետուքից պիտի արունը գնա, բարից ամենաբուն իմաստով, սիրելի կուսակիցներ, պետք իմանաք ես ռեժիմին, պետք իմանաք զիվորական կակապահության այս նախընտրական փուլում, ձեր ուրույն տեղը կգրավեք ընտրացուցակում, չեք իմանա սիրելերս ձեզ բարի ճանապարհ, գնացեք որտեղով ուզում եք, մտեք, առաջադրվեք եւ դեռ պարոն Բաղդասարյանը կուլտուրական մարդ է, առանց քֆուր է, չգիտեմ, օգտագործում է գեղեցիկ հայերեն բառապաշար, դուք բողոքի, ինչ եք բողոքով, այդ մարդը բան է պահանջում, դա ինչ եք ուզում անել։ Նստեք, անեք մեկնակ չի մելու, աշխատանք, ասել է Վլադիմիր Իլիչ Լենինը, ասում եմ նաև ես, սիրելի կուսակիցներ, լավա, վատա, էսա, ես շուտով դուրս գալուց ավելի խիստ եմ լինելու, դրվեց խնդիրը պետք է կատարվի շատ արագ և բարձր պատասխանատվությամբ, բարձր կարգապահությամբ, ես սրանց չի սիրում, նրան չի սիրում, մոռացեք, չեք սիրում եք, գլուխ հետ կախեք աշխատեք, չեք ուրեմն գնացեք դետունը նստեք, բոշեպեք, ճաշեպեք, չգիտեմ, աթող սղոցեք, ինչ ուզում եք կարեք, քաղաքականությունը դա ձեր տեղը չի, այսքանը։ Սա է ուզում ասել ձեզ պարոն Ղուշյան, շնորհակալություն ձեզ, մեզ կանչում են ստեղ ազեցի կոպաստաբան եկել ավարդ Ղուկասյան, արի, հալեմեցած եմ ինչ ասում, սիրում եմ բոլորիդ, հարգում եմ, բոլորիդ հաջողություն միշտ հանդիպում։